Այսօր եկեք միասին թռնենք աշխարհի լավագույն ավիաընկերություններից մեկի Emirates-ի լեգենդար Airbus A380-ով։ Ամանորյա Պրահայից դեպի արևոտ Դուբայ։ Ձեզ ցույց կտամ Emirates-ի աննկարագրելի սպասարկումը ու թե ինչպես է 6 ժամը ուղղակի թռնում հսկա օդանավի երկրորդ հարկում։ Եթե նոր եք այս ալիքում, ես Պարույրն եմ, ծրագրավորող, ով գժվում է ավիացիայի համար։ Կյանքիս ընթացքում ունեցել եմ 100-ից ավել թռիչք 20-ից ավել ավիաընկերություններով ու հիմա որոշել եմ կիսվել փորձով ձեզ հետ։ Նենց որ բաժանորդագրվեք ու թռանք։ Ողջույն ժողովուրդ, մենք հիմա Արմինեի հետ գտնվում ենք Պրահայում, գնում ենք դեպի Պրահայի օդանավակայան, ստեղից թռնելու ենք դեպի Դուբայ, այս վիդեոն կլինի դրա մասին, թե ոնց ենք մենք Պրահայից թռնում Դուբայ Emirates-ով։ Ուզես հիմա մի հատ խորհուրդ տամ, ժողովուրդ, եթե դուք գալու եք Պրահա, անպայման իմացեք, որ ինչ-որ թունել մտանք կներեք այս մթի համար, այս էլ բավականին երկար թունել է։ Հա, ինչ է ասում ժողովուրդ, ուրեմն այնտեղ օդանավակայանում, որ դուրս եք գալիս արդեն, այնտեղ կան տաքսիներ, այնտեղ կան Uber-ներ ու կիոսկներ կան, որով կարաք միանգամից destination-ը նշեք ու պատվիրեք, բայց աշխատակը տենց չանել, որովհետև ես գները համեմատեցի, այդ երկու անգամ թանկ է ու ավելի լավ է ուղղակի Bolt քաշեք ու Bolt-ով պատվիրեք։ Կոնկրետ մեր դեպքում օդանավակայանից դեպի կենտրոն, որտեղ որ մեր հյուրանոցն է, ընդամենը 20 րոպե ճանապարհ է։ Uber-ը կազմում էր մոտորապես 650 կրոնա, մի րոպե բուկվել նկայելում ես այրոպորտից դուրս գալուց, այնտեղ Bolt-ի pick-up point-ն է, այնտեղից 350 կրոնայով եկանք։ Այսինքն համարյա երկու անգամ էժան, ինչը մի րոպե դուրսը քայլելու համար ու մի քիչ սպասելու համար բավականին արժի էլի։ Նենց որ ինձ ձեզ խորհուրդ Պրահա գալուց անպայման քաշեք Bolt-ը ու օգտվեք դրանից։ Ժողովուրդ, ձեր վիդեոն մոնտաժող Պարույրով կտրեմ, այս ամեն ինչը ինչի մասին ես խոսում եի, Bolt-ի ինտեգրացիա չի, բնականաբար Bolt-ը դժվարել փորձի ինտեգրացիա առնել իմ մոտ, բայց եթե դուք ունեք ճանապարհորդական բիզնես, որը որ կցանկանայիք գովազդել այս ալիքում, անպայման գրեք ինձ իմ Telegram-ով, Telegram-ի հղումը կլինի նկարագրությունների մեջ։ Իսկ ընդհանրապես քաղաքը ընդհանուր շատ հարմար է, կարաք ոտով սաղ տեղերը քայլեք, այստեղ բավականին հարմար տրանսպորտ կա, տրամվայներ կան, մետրո կա, ավտոբուսներ կան ու գները բավականին հարմար են։ Պրահայի օդանավակայանի տերմինալ 1-ը չափերով այդքան էլ մեծ չէր ու Emirates-ի check-in counter-ները գտանք բավականին արագ։ Ճիշտ է, կար նաև self-check-in-ի հնարավորություն, բայց անծանոթ օդանավակայանում որոշեցինք ռիսկի չդիմենք ու այն հին իմացած ձևերով հանձնենք մեր ուղեբեռը։ Ես բոլոր թռիչքներից առաջ անպայման on-line check-in եմ լինում։ Բացառություն չէր նաև այս դեպքը, բայց counter-ների մոտ on-line check-in եղածների հերթը համ ավելի մեծ էր, համ էլ ավելի դանդաղ էր առաջ գնում։ Դրա համար մենք որոշեցինք մնանք ավանդական հերթում։ Ընդհանրապես Պրահայի օդանավակայանում լիքը տարօրինակ բաներ նկատեցինք, բայց ամենաներվայնացնող ու ամենատարօրինակ բանը դեռ առջևում է։ Ոնց նկատեցիք այս կադրերում, լիքը վիետնամցիներ կային մեր թռիչքում։ Երևի Դուբայով տրանզիտը հարմար է, ու ինձ նենց հետաքրքիր է, ինչ էին իրանք այսքան տանում Պրահայից այս պենոպլաստի ստուփերով։ Լուրջ եմ ասում, երևի մի 15-20 հոգի նկատեցի մեր check-in-ի ընթացքում ու ամեն մեկը մի 4-5 հատ մեծ տուփով։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, ինչպես նաև չմոռանաք լայքել այս վիդեոն ու անպայման բաժանորդագրվեք այս ալիքին, այլ թռիչքներս բաց չթողնելու համար։ Hello, good morning. You have a trolley bag? No, it's just baggage. So large bag? One by one? Inside, 3 bags. Gate B8 and your boarding zone is zone B, door number 3, you go upstairs. Okay. Thank you very much. Bye bye. Ուղեբեռը հանձնելուց հետո քայլեցինք դեպի անձնագրային ստուգում։ Ու այս մյուս կետերից մեկն է, որ ահավոր ջղայնացրեց Պրահայի օդանավակայանում։ Ես չգիտեմ Քրիսմասի հետ է կապված թե չէ, բայց համ գալուց, համ գնալուց շատ դանդաղ էր հերթերը առաջ շարժվում։ Մանավանդ գալուց ժողովուրդ ջան, ուշադիր եղեք ու ձեր հաշվարկները ճիշտ արեք, որովհետև մենք ժամ ու կեսից ավել սպասել ենք, որպեսզի մտնենք երկիր։ Այդ անտանելի է։ Նենց տպավորություններ, ոնց որ սահմանապահները հատուկ տրեյնինգ էին անցել Զոոտոպիայի ֆլեշի մոտ։ Անձնագրային ստուգումը անցանք, իդեպ համ գալուց մանավանդ, համ հիմա գնալուց շատ վատ էր ու բացի գիտեք որն է ժողովուրդ, պասպորտ կոնտրոլը անցանք ու միանգամից, հեսա մի վարքան ցույց տամ, միանգամից duty free-ն է սկսվում ու duty free-ից հետո ստեղ ինչ-որ գեյթեր է սկսվում։ Ես տենց եմ չհասկացա մենք որտեղ security-ն կորցրեցինք, ոնց ասենց աշխատում
տոմսերը ստացանք passport control-ը անցանք ու մի անգամից այդտեղ gate-եր մեջը գրած, բայց security-ն ուրա։ Հեսա իհարկե կարող է քայլենք ճանապարհին մի տեղ լինի, դուք հեսա մի քանի վայրկյան հետո դրա մասին կիմանաք։ Բայց մենք հələ որ չգիտենք, ու ինչ որ տարօրինակ է այս Պրահայի այրոպորտը։ Ժողովուրդ ջան, որ իմանաք ինչ անտանելի է ստեղ մտածած security-ին, բայց դրա մասին մի փոքր ուշ։ Իսկ ստեղ հեռվում դուք կարող եք տեսնել չեխական ազգային ավիափոխադրող Smartwings-ին, որին ի դեպ ձեռք է բերելու թուրքական Pegasus ավիաընկերությունը։ Իսկ նմանատիպ ավիացիոն լուրերը իմանալու համար կարող եք հետևել իմ ավիացիոն բլոգին Instagram-ում։ Հղումը կլինի վիդեոյի նկարագրությունների մեջ։ Ժողովուրդ նայեք ուրեմն որ ասում է ահա որ հերթերը մտնելուց հենց նայեք, այս սաղ մարդիկ ես իմ վարդապետի խազից հերթ են կայնած, որ բանան են մտնեն Պրագա։ Հիմա մենք էլ ենք տեղով անցնում, բայց բարեբախտաբար մենք Պրագա չենք մտնում ու այս աննասուն հերթը չենք կանգնել, ժամուկ ես լուրջ եմ ասում, ստեղ հերթ էին կանգնած։ Հիմա մենք ուղղակի գնում ենք դեպի այս կողմ ու ստեից աչով մեր բաննա գեյթերն Քայլելու ընթացքում վերջապես իմացանք օրվա առեղծվածը։ Պարզվում է Պրահայի օդանավակայանում security check-ը անցնում է անմիջապես boarding-ից առաջ, հենց gate-ի մոտ, ինչը անտանելի անհարմար է։ Նախ դրա պատճառով չես կարա համակարգիչները կամ ասենք հեղուկները, օծանելիքը եւ այլն հարմար տեղավորես cabin bag-ում, որտեվ մեկը պետքա լինելու հանել security-ն անցնելուց։ Հետո էլ այդ սա խառնաշփոթի պատճառով հերթերա լինելու ու պետքա ստիպված շուտ գնաս gate-ի մոտ։ Ու ասենք business lounge-ում կոմֆորտ նստելու փոխարեն պետքա սաղի հետ հավաքվես օդանավի մոտ սպասես։ Իդեպ քանի lounge-երից խոսք գնաց, Պրահայում դաժե էդ էր տարօրինակ։ At this moment, our lounge is completely full, so we don't accept the additional programs. But we have another lounge. But it's MasterCard. Yes, yes. Yeah. This is a part of MasterCard lounge. Okay. And it's still available for Dragon Pass. Okay. Straight on the left, there is a. Straight on the left. Yes. Thank you. Մեր մոտ նես տպավորություն էր, որ այս կինը ուղակի ցրեց մեզ, ասելով, որ այս մի lounge-ը լիքն է, գնացեք այն մյուսը։ Տենց դեպքերում ընդհանրապես ցույց են տալիս ներսը ու հարցնում, ուզենք սպասենք, թե չէ։ Բայց քանի որ մենք էլ էինք վրազում, չեք մոռացել չէ՞ ստեղի անհարմար security check-ի մասին։ Ես էլ ոչ էլ փորձեցի մտնեմ մեջը նայեմ։ Մեզ ընդամենը պետք էր արագ մի թեթև նախաճաշել ու ջուր վերցնել, ինչը հաջողությամբ արեցինք այս մյուս lounge-ում։ Հիմա եկեք միասին էքսպերիմենտ անենք։ Ինչպես գիտեք, օդանավակայաններում արգելվում է 100 մլ-ից ավել հեղուկով մուտք գործել ինքնաթիռ, քանի որ քիմիական լուծույթները, որոնցով կարելի է պայթուցիկ ստանալ, շատ նման են ջրին ու դրանք անհնար է տարբերել առանց հատուկ միջոցների։ Իսկ քանի որ Պրահայի օդանավակայանում security check-երը խանութից հետո են, տեսականորեն դու կարող ես քաղաքից գնված ջրի շշով մտնել օդանավ, եթե իհարկե հեղուկները չարգրավվեն։ Հիմա եկեք փորձենք տեսնենք, կարելի է քո բերած հեղուկով մուտք գործել օդանավ, թե ոչ։ Պարզվում է, որ Պրահայի օդանավակայանի որոշ գեյթեր կահավորված են վերջին սերնդի կատե սկաներներով, որոնք կարող են նույնիսկ վերլուծել հեղուկի բաղադրությունը։ Նենց որ կարող եք հանգիստ օդանավակայան գալ ձեր խմիչքներով, որոնք գումարային չեն գերազանցում 2 լիտրը։ Բայց ուշադիր եղեք, քանի որ ինտերնետում մի փոքր փորփրելուց հետո հասկացա, որ սենց ժամանակակից սկաներները դեռևս չկան բոլոր գեյթերում։ Նենց որ հնարավոր է հին սկաներով անցնելու դեպքում 100 մլ-ից ավել հեղուկը այնուամենայնիվ արգրավեն։ Ժողովուրդ, մենք անցանք, մտանք, լուրջ եմ ասում, ես դեղից ինքնաթիռ էր թռնում Smartwings-ը։ Այս ամենահիմար experience-ն էր, որ ես երբևէ տեսել էի, երբ որ security check-ը gate-ում է, ոչ թե օդանավակայան մտնելուց passport control-ից առաջ կամ հետո, այս ուղղակի անտանելի էր, էլի։ Հիմա շուտ եկել ենք, ստեղ անիմաստ նստած ենք։ Լավ լուրը այն է, որ գոնե ջրերը կարացա մտցնեմ, այն էքսպերիմենտը որ անում էինք հաջող էր, ջրերը մտցրեցինք։ Հիմա ստեղ նստած սպասում ենք, մինչև մտնենք արդեն ինքնաթիռ, բայց այս ուղղակի խայտառակություն է, այս 36-րդ օդանավակայանն է ու առաջի օդանավակայանն է, որ security check-ը gate-ում է։ Չգիտեմ, գրեք եթե դուք sense բան տեսել եք, բայց այս ուղղակի անտանելի էր։ Լավ, հեսա գնանք մի քիչ plane spotting անենք, մի քիչ տեսնենք ինչ ինքնաթիռներ որտեղ են թռնում, մինչև արդեն boarding-ը կսկսվի։ Այս կադրերում կարող եք տեսնել Wizz Air-ի 5 ամսական օդանավը, որը մեկնում է դեպի Լոնդոն։ Իսկ այստեղ Ryanair-ի Boeing 737 MAX-ն է, որը ժամանել է իտալական Նեապոլից։
Այստեղ ռումինական Hello Jet-ի ինքնաթիռն է, որը չարտերային թռիչք է իրականացնելու դեպի Հուրգադա։ Սա թուրքական Pegasus ավիաընկերության օդանավն է, որը պատրաստվում է թռնել դեպի Ստամբուլ։ Իսկ սա 36 տարեկան ATR 72 ինքնաթիռն է, որը պատրաստվում է մեկնել դեպի բելգիական Լիեժ։ Իսկ մեր բորդինգը արդեն սկսվեց, ու եկեք միասին քայլենք դեպի այս երկու հարկանի հսկա Airbus A380-ը։ Emirates-ի նավատորմում կա ընդհանուր 116 հատ A380 օդանավ։ Այս ցուցանիշով նրանք բացարձակ առաջատարն են աշխարհում։ Պատմության ընթացքում թողարկվել է 251 հատ S տիպի օդանավ, որոնց գրեթե կեսը հենց միջին արևելյան S ավիաընկերության համար։ Եթե դուք ցանկանում եք զգալ Emirates-ի իրական սպասարկումը, անպայման գոնե մեկ անգամ պետքա թռնել S օդանավով։ Emirates-ի A380-ները ունեն բազմաթիվ տարբեր կոնֆիգուրացիաներ, բայց կոնկրետ S ինքնաթիռը, որով թռնում ենք մենք, ունի միայն էկոնոմ ու բիզնես դասի նստատեղեր։ Առաջին հարկում կա 457 հատ էկոնոմ դասի նստատեղ, 3-4-3 դասավորությամբ, իսկ ահա երկրորդ հարկում ունենք 120 էկոնոմ դասի նստատեղ, 2-4-2 դասավորությամբ, ինչպես նաև 58 բիզնես դասի նստատեղ։ Emirates-ի բոլոր Airbus A380-ների երկրորդ հարկի պոչի հատվածում գտնվում է նրանց խորհրդանշական բառը, որը նախատեսված է միայն բիզնես կլասի համար։ Այնտեղ կայցելենք ապագայում, երբ թռնենք բիզնես կլասով։ Իսկ այս թռիչքում մենք թռնելու ենք երկրորդ հարկի էկոնոմով։ Արմինեն նստել էր 39K, իսկ ես 39J աթոռին։ Hello, mate. Welcome, how are you Thank you today, very much. Mr. Pardon. Mamikonian? Yes. Other side and right. Yes, thank you very much, bro. Welcome. Hey, mate. Hello. Ինչքան ենք վճարել 6 ժամանած թռիչքի համար կասեմ վիդեոյի վերջում, բայց նախորոք ինտրիգ պահելու համար ասեմ, դուք ահավոր կզարմանաք, որ իմանաք, թե ինչքան էժանով եմ ես կարողացել առնել այս տոմսերը։ Նենց որ նայեք այս վիդեոն մինչև վերջ։ Ինչպես նաև շատ շնորհակալ կլինեմ, եթե բաժանորդագրվեք այս ալիքին ու լայքեք այս վիդեոն։ Եկեք քանի մարդ չի նստել, այս սիթը ձեզ արագ ցույց տամ։ Ուրեմն մենք ունենք բարձ, որը որ շատ հարմար է, երբ որ դու երկար ժամանակ նստած ես։ Էկոնոմ կլասում բոլորը նաև ունեն ոնց է այս հայերեն նաուշնիկները, ականջակալներ։ Ես եմ ինչ ականջակալներ չի, բայց հաստատ ավելի լավ ունենաս, քան չունենաս։ Բոլորին տրամադրվում է ծածկոց։ Ունես այսպես կարգավորվող բարձ, բավականին հարմար, ու բոլոր սիթերը ունեն բավականին հարմար էկրան։ Լիքը ինֆորմեյշնով, կինոներով, բաներով, էսի ընթացքում ցույց կտամ։ Ու պլյուս մենք ստեղ ունենք նաև պետք է ունենանք ստեղ միտեղ նաև charger, հեսա։ Էսի ռոզետկայա charge անելու համար հեռախոսները եւ այլն USB-ից բացի։ Մի խոսքով ֆանտաստիկ կոմֆորտ է։ Ու ստեղ հա նաև կա այսպես դարակներ ուսապարկերը դնելու համար։ Ունենք նաև այսպես այսքան տեղ ոտքերի համար, բավականին հարմար ու կոմֆորտ է։ Աթոռը շատ լավ հետ է գնում։ Ու ստեղ ունենք Emirates-ի աշխարհահռչակ entertainment system-ը, information, connectivity, entertainment։ Ստեղ ամբողջ ինֆորմացիան ունենք մեր flight-ի մասին։ Քարտեզներով, բաներով, այստեղ իրանք հետաքրքիր ֆիչերներ ունեն, օրինակ այս ինքնաթիռը տեսեք տարբեր տեղերից տեսախցիկներ ունի, այսի պոչի տեսախցիկն է, այսի ներքևի տեսախցիկն է, ինքնաթիռի ներքևում է տեղադրված, ու այսի երևի քթում է տեղադրված, հա, այսի դիմացի տեսախցիկն է։ Խոսքով ունենք 3 տեսախցիկ, բայց ամենաուժեղը իհարկե պոչինն է, ասենց հսկա չափերը երևում է էլի ինքնաթիռի։ Սրանից բացի, եկեք ամենահետաքրքիր entertainment-ը նայենք, նախ live TV կա։ Դե հետաքրքիր է, Ֆորմուլա 1-ը հիմա կարամ live նայեմ թե չէ, բայց ոնց որ չէ։ Շատ Sport 24-ին չեն ցույց տալու։ Կարող է նույնիսկ կանոն Ֆորմուլա 1-ը on-line նայեմ, այդ շատ բոմբ կլինի էլի։ Մի խոսքով sense կարաս TV նայես, սպորտային հաստատ Champions League-ը բան կարաս նայես թռիչքների ընթացքում։ Այլանդակ շատ կինոների տեսանկանի ունեն, շատ այլ կինոների տեսականին ամեն ինչ ունեն ու ինչպես նշեցի, այստեղ քանի որ ձեզ տալիս են ականջակալներ, շատ հարմար է այդ ամեն ինչը նայել։ Այս ինչա։
Հա, այստեղ բաներն է, սերիալներն է, տեսեք։ Էլի լիքը սերիալներ կա, HBO Max օրինակ։ Չգիտեմ։ Penguin օրինակ շատ լավ սերիալ է, կստացի, եթե չեք նայել։ Այստեղ հաստատ չեք ձանձրանա էլի Emirates-ի թռիչքների ժամանակ, որտեղ անհնար շատ բաներ կա, էլի պոդքասթեր կա, խաղեր կա, ինչ խաղեր կա։ Ես վստահ եմ, որ այստեղ նաև կլինի 2040 թ պարզավոր կա, նաև երևի կլինի խաղեր, որ իրար դեմ օրինակ կարանք երկուսով խաղանք, այդ ընթացքում հələ կնայեմ։ Ու ընդհանուր ինքնաթիռը եթե ուզում եք ցույց տամ, այստեղ դիմացը մենք ունենք երկու հատ զուգարան, իրար կողք, վերևում էլ Այսինքն եկեք ցույց տամ, ստեղ ունենք վենտիլյացիա, ստեղ ունենք լույսեր, ստեղ ունենք դարակներ մեր համար ու ես հույս ունեմ, որ այս 4-երում նորից ես հույս ունեմ, որ այս 4-երը զբաղված չեն լինի, եթե պետք լինի, ստեղ մենք նաև կարանք ունենանք մահճակալ դրա համար միշտ ամենավերջնա լավ բուքանել, իսկ մեզնից հետև արդեն գտնվում է Emirates-ի հայտնի բիզնես կլասը իսկ այս A380-ների վերջում, այս կարիդորի ամենավերջում մենք ունենք բար Բայց դե այդ ցույց կտամ, երբ որ բիզնես կլասով թռիչք ունենանք հիմա, իհարկե ես այնտեղ չեմ գնա։ Հիմա այս թողարկումը էկոնոմի մասին է։ Իսկ քանի դեռ ես ձեր համար ձայնագրում եմ այս վիդեոները, մեր boarding-ը արդեն ավարտվեց։ Ու հիմա էկրաններին ցուցադրվում է Emirates-ի բավականին էլեգանտ ու բավականին հաճելի safety demonstration-ը։ Now we're going to make the final preparations for departure. So sit back, relax, and enjoy your Emirates flight. Our colleagues will be with you once we're at airborne to ensure you receive our Fly Better experience. Thank you for flying Emirates. Այն հիշում եք, որ Ֆորմուլա 1-ի համար ասում էի, փաստորեն կարամ նայեմ Ֆորմուլա 1-ը ու հենց հիմա, ինչպես տեսնում եք, ես նայում եմ Ֆորմուլա 1-ը։ Իսկ մենք արդեն պատրաստվում ենք թռիչքին։ Վիդեոյով երևի ամբողջությամբ չի զգացվում, բայց ժողովուրդ հավատացեք, այս թռիչքը մաքսիմալ փափուկ էր ու մաքսիմալ աննկատ։ Այդ իհարկե ինքնաթիռի մեծ չափերի հաշվին է։ Իսկ ես շարունակեմ նայել իմ Ֆորմուլա 1-ը։ Իդեպ, դուք նայում եք Ֆորմուլա 1։ Եթե հա, ուրեմն մեկնաբանություններում անպայման գրեք, թե ում կողմից եք։ Ես դեռ 2000-ականներից, երբ որ Ֆորմուլա 1-ը մեկնաբանում էին Երևան Ղարիբյանը ու Ալեքս Ենոքյանը, Ֆերրարիի երկրպագու եմ, բայց ցավոք սրտի հիմա լավագույն ժամանակները չեն Ֆերրարի երկրպագելու համար։ Բայց դա է, ես ինչպես ֆուտբոլում, նենց էլ Ֆորմուլա 1-ում ու ընդհանրապես բոլոր սպորտերում երկրպագում եմ իտալացիներին։ Իհարկե, եթե հայերի հետ չեն խաղում։ Իսկ քանի դեռ ես ուտում էի իմ իտալական սուխարիկները, բերեցին այսօրվա թռիչքի մենյուն։ Եթե նայել եք Qatar Airways-ի վիդեոն, արդեն տեղյակ եք, որ ես մենյուն նկարելու վարպետության դասերի եմ գնացել, նենց որ չբողոքեք, որ բլյուրի պատճառով ամեն ինչ անընթեռնելի էր։ Քանի դեռ մենք սպասում ենք ուտելիքին, Լանդո Նորիսը դարձավ Ֆորմուլա 1-ի 2025 թվականի աշխարհի չեմպիոն, ընդհատելով Մաքս Ֆերստապենի 40-ամյա չեմպիոնական շարքը։ Բայց ասեք, որ հաճելի է 11 կիլոմետր բարձրությունից ուղիղ հեռարձակմամբ հետևել սիրելի սպորտային իրադարձություններին։ Դրանց դեռ կվերադառնանք։ Չեք մոռացել, չէ՞ որ մենք գտնվում ենք աշխարհի ամենամեծ մարդատար օդանավում։ Հետևաբար, ստեղի լվացարաններն էլ պետքա լինեն ամենամեծը օդանավերի մասշտաբով։ Եկեք գնանք ստուգենք։ Առաջին հարկ տանող աստիճանների աջ ու ձախ կողմերում էլ գտնվում են լվացարանները, բայց կոնկրետ մեր օդանավում սենց մեծ մաստեր լվացարանը մենակ աջ կողմինն էր։ Ձախը հյուրերի համար էր։ Ստեղ ունենք սենց fancy eau de toilette, այս բառը երբեք չեմ կարացել կարդամ, ու ձեռքի կրեմ։ Ռիլսեր նայելու համար նախատեսված ճերմակ գահը, ու եթե պետքա զգեստափոխվեք, ունենք նաև բոյից բոյ հայելի։ Իսկ ջուրը սենսորային է, ինչը չափազանց հարմար է։ Թռնելուց մոտորապես 2 ժամ անց արդեն բերեցին ուտելիքը։ Hello.
lunch right now, and we have the beef roulade available. Would you like to join us? It's only beef? I ran off chicken shashlik. However, if you really want to have it, I can check for you, but it's gonna take quite some time. And It's we okay, are not then. sure. We'll Really both- sorry about No that. problem. Քանի որ մենք նստած էինք էկոնոմ կլասի ամենավերջում, հավով տարբերակը արդեն իսկ մեր հարկում ավարտվել էր։ Ճիշտ է, բորդ ուղեկցորդը բավականին բարի գտնվեց ու մեզ առաջարկեց, որպեսզի ստուգի առաջի հարկում, արդյոք այնտեղ հավ մնացել է թե չէ, որպեսզի բերի մեզ, բայց դա մենք համաձայնվեցինք երկուսս էլ ուղակի տավար վերցնենք, քանի որ առանձնապես մեծ տարբերություն չկա։ Չնայած Emirates-ը արաբական ավիաընկերություն է, բայց այստեղ մատուցվում է նաև ալկոհոլ։ I'll take apple juice and white wine. Certainly. Yep, thank you. You enjoy. Thank you very much. Thank you. White wine today is Sauvignon Blanc from New Zealand. Cool. Thank you. Huh? So. You go, enjoy. Thank you very much. Welcome. Excuse me. Thanks, mate. Thank you very much. Անկեղծ ասած, տավարի մսով ուտելիքը մեզ այդքան էլ դուր չեկավ, բայց մնացած ամեն ինչը այդ թվում գինին շատ լավն էին։ Ինչպես տեսնում եք, ես շարունակում եմ ուղիղ եթերով վայելել սիրելի սպորտային իրադարձությունները։ Ու քանի որ թռիչքը կիրակի օրն էր, Ֆորմուլա 1-ի Աբու Դաբիի Grand Prix-ից հետո ես հասցրեցի նաև Անգլիայի Պրեմիեր լիգայի 2 խաղ նայեմ։ Էկրանի ներքևում կա նաև այս հեռակառավարման վահանակը, որը նույնպես սենսորային էկրանով է։ Ու շատ հարմար է դրա վրա միացնել թռիչքի մասին ինֆոն, հիմնական մոնիտորով զուգահեռ այլ կոնտենտ նայելու ընթացքում։ Իսկ մեր գլխավերևում արդեն միացրել էին Emirates-ի մեկ այլ ճանաչելի ատրիբուտ՝ աստղաշատ առաստաղը, քանի որ պատուհանից այն կողմ արդեն իսկ գիշեր էր։ Emirates-ի բոլոր թռիչքների ընթացքում, անկախ նրանից էկոնոմով, բիզնեսով թե first class-ով եք թռնում, կարող եք ուզել անվճար Polaroid ֆոտո։ Уже в Египте. Все. Как вас зовут? Дарья. Дарья. Очень приятно. Паша, Армина. Армине и Паша. Բորդ ուղեկցորդուհին, ով մեզ նկարում էր, պարզվեց, որ Ղազախստանից է։ Մենք շատ ջերմ զրույց ունեցանք Դարիայի հետ, ինքը նաև նկատել էր, որ ես լիքը վիդեո եմ անում ընթացքում, ու սենց շատ ուրախ տոնով հետաքրքրվեց, արդյոք ես բլոգեր եմ թե չէ։ Ես ասացի, որ նոր եմ ալիքս սկսել ու ընդհանրապես հայալեզու կոնտենտ եմ անում, այդ պատճառով դեռ շատ քիչ հետևորդներ ունեմ։ Բայց դե եկեք սենց պայմանավորվենք։ Եթե դեռ բաժանորդագրված չեք, անպայման սեղմեք այդ կոճակը, ինչպես նաև տարածեք այս վիդեոն ձեր ծանոթների շրջանում։ Եկեք նենց անենք, որ մյուս անգամ հպարտությամբ խոսամ YouTube-յան աուդիտորիայիս մասին։ Նաև լայքեք ու կոմենտ գրեք, ժողովուրդ ջան։ Այդ հուշում է YouTube-ի ալգորիթմին, որ ավելի շատ մարդու առաջարկի այս վիդեոները։ Վայրեջքից 1 ժամ առաջ էլ մեզ բերեցին վանիլային պաղպաղակ։ Դե իսկ սուրճն ու թեյն էլ ցանկացած բայ կարող էր ուզել։ 6 ժամը ուղակի աննկատ անցավ ու օդանավը Դուբայի երկնքում պատրաստվում էր վայրեջքին։ Այսինքն թռիչքը ամփոփելու ու տոմսերի համար վճարածս գինը ասելու ժամանակն է։ Սկսենք գնից։ Ես Պրահայից Դուբայի 6 ժամանոց այս շքեղ թռիչքի համար վճարել եմ ընդամենը 60,000 դրամ 1 հոգու համար։ Ոնց այսքան էժան կհարցնեք դուք։ Քանի որ գումարից բացի ես օգտագործել եմ նաև 30,000 Emirates-ի Skyward Smiles։ Իսկ եթե դուք եք ուզում իմանալ, թե ոնց կուտակել Emirates-ի, Qatar Airways-ի, Air France-ի ու մնացած աշխարհահռչակ ավիաընկերությունների բոնուսային մայլերը, օգնեք ալիքից բաժանորդների քանակը դարձնել 40-իշ։ Հենց հավաքենք 1000 բաժանորդ, կսկսեմ հատուկ վիդեոների շարք նվիրված տարբեր ավիաընկերությունների բոնուսային ծրագրերին։ Ահա եւ այսօրվա թռիչքի գնահատականները։ Emirates-ը ընդհանուր ստանում է 9 միավոր 10-ից։ Հավատացեք, նրանք լիովին արժանի են այս բարձր գնահատականին, քանի որ ֆանտաստիկ թռիչք էր ուղղակի։
Ու մեկ էլ բոլոր նրանց, ովքեր այս վիդեոն նայում են դուրս գալու առաջին մի քանի օրերի ընթացքում, ժողովուրդ ջան, շնորհավորում եմ ձեր բոլորի գալիք տոները, բոլորի 2026-ին մաղթում եմ անմոռանալի ճանապարհորդություններ, անփորձանք թռիչքներ ու կհանդիպենք օդում։